Վիեննայում մայիսի 16-ին տեղի ունեցած հանդիպումից հետո համանախագահները հայտարարեցին, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը վերահաստատել են հրադադարի պահպանման եւ հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը, մինչեւ հուլիսի սկիզբ սահմանում հարաբերական անդորրը պահպանվում էր։ Վերջին մի քանի օրերին ադրբեջանական կողմը սկսել է ավելի շատ խախտել զինադադարի ռեժիմը, բայց պետք է հաշվի առնենք, որ նա երբևիցե չի հրաժարվել զինադադարի ռեժիմի խախտումներից։ Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ հակառակորդը կրակել է նաև Թալիշում բերքահավաքանող գյուղացիների ուղղությամբ։ Բերքահավաքը շարունակել են անվտանգության լրացուցիչ միջոցառումներից հետո։ Փոքր խնդիրներ սկզբում եղան, բայց պետք է ասեմ, որ բերքահավաքի աշխատանքները նորմալ լունով կարողացան կազմակերպել եւ Փառք Աստծո առանց լուրջ միջադեպերի կարծես թե ավարտին ենք հասցնում բերքահավաքի աշխատանքները։ Հակառակորդի ակտիվությունը միայն Թալիշի ուղղությամբ չի գրանցվել, Ակնայի ուղղությամբ դիվերսիայի փորձ է արվել։ Հուլիսի 13-ին էլ Վիեննայի հանդիպումից հետո առաջին անգամ կիրառվել է ականանետ, իսկ դիտորդական առաքելությունները իրականացվում են նախկին տրամաբանությամբ։ Դավիթ Բաբայանը կարևորում է հետաքննության մեխանիզմների ներդրումը։ Վիեննայում այդ արդիվ պայմանավորվածություններ եղան, բայց առ այս պահը այդ ուղղությամբ գործնական քայլերից ավելի շատ հարցականներ կան։ Սա էլ է շատ երկարատև գործընթաց։ Ոնց է այդ մշակման process-ը գնալու։ Ամեն կողմ ինքն է մշակելու ինչ-որ տարրեր, հետո ներկայացնի համանախագահներին, ոնց պետք է համադրեն, արդյոք լինելու են համատեղ ինչ-որ հանձնաժողովներ, լավ մշակելուց հետո ինչպես է ներդրելուց հետո, ասենք, լավ ֆիքսեցին խախտումները, ինչպիսի քայլեր պետք է կատարեն, որպեսզի ուրեմն պատասխանատվության կանչեն այս կամ այն կողմին։ Գերտերությունների անմիջական ներգրավվածությամբ հակամարտության կարգավորման ուղղված ջանքերի ակտիվացմանը դրական է վերաբերվում պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչը, բայց հիշեցնում է, առանց Արցախի լիարժեք մասնակցության խնդրի վերջնական կարգավորումն անհնար է։ Արցախի հանրապետությունը պետք է մասնակցի գործընթացին սկզբից մինչև վերջ, այսինքն հանդիպումներից, մտքերի փոխանակումից մինչև կոնկրետ ինչ-որ պայմանավորվածություններ, ինչ-որ փաստաթղթերի մշակում եւ նրանց իրականացում։ Դավիթ Բաբայանը հիշեցնում է, թե առաջարկների ինչ տրամաբանությամբ է Ստեփանակերտը պատրաստ բանակցությունների սեղանի մոտ վերադառնալ։ Վերադարձ անցյալին սահմանների կամ կարգավիճակի առումով անհնար է, լուծման ցանկացած տարբերակ չպետք է Արցախը հավանական հարձակման դեմ ավելի խոցելի դարձնի։ Արցախը պետք է կարողանա իր սեփական անվտանգությունը ապահովի սեփական ուժերով։ Եվ այն, որ Արցախը 1923-1988 թվականների սահմաններում կենսունակ չէ որպես անկախ պետություն, նույնիսկ 1991 թվականի սահմաններում, դա ցույց է տվել պատմությունը։ Եվ դա գայթակղիչ է եղել Ադրբեջանի համար հարձակվել եւ սկսել գործընթաց։ Դա հաշվի առնելով էլ Արցախում այսօր առավել քան երբևէ կարևորում են պաշտպանության ամրապնդումը, իսկ սպասվող Փարիզյան հանդիպումից էլ ակնկալում են իրավիճակի հետագա հստակեցում եւ հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում որոշակի առաջընթաց։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, Աշոտ Գասպարյան, օր